նա եկեղեցու դեմ պայքարը ի սկզբանե սկսեց իբրև թե այն պատճառով, որ իբրև թե կաթողիկոսը կուսակրոնության ուխտը խախտել է։ Հետո երբ տեսավ, որ այդ մեղադրանքի իր անհեթեթ է, եւ բացի այդ, երբ նա հավաքագրեց տիրադավների, որոնց մասին ավելի համառ պնդումներ կան, որ նրանք խախտել են կուսակրոնության ուխտը, Նիկոլ Փաշինյանը գործի դրեց այլ վարկած, իբրև թե վեհափառը ամենօրյա ռեժիմով ավագ լեյտենանտի օտարերկրյա ծառայության, հավանաբար ռուսականի նկատի ունի, զեկուցագրեր է տալիս, այլ խոսքով ասած, վեհափառին մեղադրեց լրտեսության մեջ, իսկ վեհափառի եղբորը Եզրաս Սրբազանին ուղղակիորեն անվանեց ԿԳԲ-ի ագենտ։ Հիմա այս տիրադավները Նիկոլ Փաշինյանի հենց այս միտքն են զարգացրել իրենց հայտարարության մեջ։ Կրկնում եմ, սա այս 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոսների հայտարարությունը չէ։ Այս տեքստը կազմվել է, գրեթե համոզված եմ, վարչապետի կաբինետում, այս տիրադավները ընդամենը գրիչ են, որոնց միջոցով դրվել են համապատասխան ստորագրությունները։